Աստված ինձ կանչել է օրհնելու համար։ Տերը ինձ ասաց. «Արի ինձ մոտ և կվերցնեմ քո վրայից քո հոգսերի, քո բեռների ծանրությունը, որոնց մեջ մտնում են նաև մեր մեղքերի և մինչև անգամ մեր նախնիների մեղքերի ծանրությունները»։ Տերը մաքրեց ինձ, Տերը փոխեց իմ կյանքը, իմ ներսի մարդը, որ շատ տխուր էր և ապիերջանիկ, բայց երբ որ Տերը հպվեց իմ հոգուն, սրտին, մտքին, իմ կյանքը փոխվեց ամբողջությամբ։ Տեր Հիսուսը խոստացել է, որ մինչև աշխարհի վերջը ինձ հետ է լինելու, և նա հավատարիմ է իր խոստմանը, նա օրհնում է ինձ ամեն օր, գիշեր ու ցերեկ, ես վայելում եմ նրա Սուրբ Հոգու ներկայությունը իմ կյանքում, ես ուրախանում եմ նրա Սուրբ Հոգու լեցունությունով, բայց կա մի բան, որը որ Աստված առանց իրավունքի չի մտնում մեր կյանք, ուզում եմ սա իմանաս, Տերը իրավունքով է գալիս մեր կյանք, այո, նա ամեն օր ձեռքը մեկնած է երկնքից, որ մենք բռնենք այդ ձեռքը և դուրս գանք մեր նեղություններից, բայց նա երբեք ուժով չի մտնում մարդու կյանք։ Աստված մտնում է մեր կյանք, երբ որ մենք համաձայնություն ենք տալիս, և Տերը օրըստօրե, ժամ առ ժամ, մեծամեծ գործերով, հրաշքներով, վկայություններով լցնում է մեր կյանքը, այնպիսի հրաշքներ են լինում մեզ հետ, որ եթե անգամ մենք մեր բերանը չբացենք մարդկանց վկայելու համար, անհնար է դա թաքցնել, աշխարհը տեսնում է Աստծո զավակների զորավոր օրհնությունները։ Գնում եմ աղոթքի։